Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է մեզ մոտ խաղային օրը եւ այսօրվա երրորդ խաղն է մեզ մոտ մեկնարկում եւ մրցելու են Մալացիան եւ Մոնակոն քիչ առաջ Մալացիան խոշոր հաշվով պարտություն կրեց Սելտային կողմից նրանք 8 անպատասխան գնդակ ընդունեցին իրենց դարպասը հիմա խաղը մեկնարկեց տեսնենք կկարողանան Մալացիայի ֆուտբոլիստները այս խաղում գոնե միավոր կորզեն Մոնակոյից, բայց նրանց համար շատ դժվար է լինելու Մոնակոն էլ շատ լավ է գործում, հիմա խաղը մեկնարկել է, հիմա անցնեմ թիմերի հայտացուցակներին, Մոնակոյի դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրո Բլնդոյանը, համար 5 Սմմուտ Պերեդե, համար 7 Վահե Սարգսյան, համար 8 Արթուր Հակոբյան, համար 10 Աղվան Գրիգորյան, համար 12 Էրիկ Սարգսյան, համար 13 Սերգեյ Խանինյան, համար 14 Սուրեն Մոսյան, համար 15 Դավիթ Սարգսյան եւ համար 22 Նելսոն Հարությունյան։ Մալացիայի դարպասը պաշտպանում է համար 1 Սպարտակ Կարապետյանը, համար 3 Հայկ Գևորգյան, համար 4 Գևորգ Մարտայան, համար 55 Գեղամ Մխիկյան, համար 7 Արեն Սիմոնյան, համար 9 Մարկ Թորչյան, համար 10 Հարութ Ղազարյան, համար 11 Նարեկ Սիմոնյան, համար 6 Սերգեյ Սաֆրազյան եւ համար 5 Սարգիս Զիրիցյան։ Խաղը մեկնարկել է, տեսնում ենք, որ Մոնակոյի ֆուտբոլիստներն են փորձում իրենց առաջին գրոհը կառուցեն։ Այստեղ լավ փոխանցում, հիմա հարված եւ ինչպիսի դիրքից հարված չկարողացավ կատարել Արթուր Հակոբյանը, սխալ որոշում կատարեց եւ փոխանցում կատարեց Պերեդեին։ Նա մենակ էր մնացել դարպասապայի դիմաց եւ ի վերջո հարված չկատարեց, կարող էին հանդիպման հաշիվը բացել, հիմա էլ Մալացիայի ֆուտբոլիստներն էին գրոհում, այստեղ բախում տեղի ունեցավ ֆուտբոլիստների հետ պայքարում եւ դադար վերցնում խաղի մրցավար այստեղ Սուրեն Մոսյանն է հիմա ընկել խոտատածկին եւ ի վերջո կարողանում է կանգնել, շատ վտանգավոր էր հիմա թիմերի կատարման գրոհները, այստեղ էլ բախում տեղի ունեցավ թիմերի ֆուտբոլիստների նկատմամբ, բայց ամեն ինչ կարգին եւ շարունակվում է խաղը, Մոնակոն է հիմա գնդակով լինելու։ Հիմա Սուրեն Մոսյանն է երկար փոխանցում կատարում դեպի ձախ, շատ լավն է նրա փոխանցումը, այնտեղ տեսնում ենք ինչ կառաջարկի Մոնակոյի ֆուտբոլիստները լավ խաղարկում տեսանք հիմա, բայց վերջին պահին հեռացրեց Մարկ Թորչյանը, այնտեղ Էրիկ Սարգսյանն էր ձախ եզրով շարժվել առաջ։ Եվ անկյունային հարված է վաստակում հիմա Մոնակոն առաջին անկյունայինն ենք տեսնում այս խաղի։ Երկար փոխանցում Տուգանային հրապարակ այստեղ չստացվեց հիմա Հակոբյանի հարվածը եւ դարպասից է հարված կատարելու Մալացյան։ Այստեղ չկարողացավ պահել գնդակը Գևորգ Մարտայանը։ Այստեղ էլ լավ հեռացում կատարեց Գեղամ Մխիկյանը։ Հիմա Սուրեն Մոսյանն է փորձում երկար եզրային նետում կատարել դեպի Տուգանային հրապարակ։ Նետումը կա, այստեղ հեռացրեցին, բայց նորից շարունակվելու է գրոհը, նորից եզրային նետում են վաստակում Մոնակոյի տղաները։ Մոնակոն 15 խաղից հետո 7-րդ հորիզոնականում է գտնվում եւ վաստակել է 26 միավոր, կարող է 3 միավոր վաստակել այսօր եւ շրջանցել Սելտային, բայց Սելտան էլ կարողացավ Մալացիային քիչ առաջ հաղթել եւ մեծացնել իր
առավելությունը մրցաշարային աղյուսակում, այստեղ վտանգավոր էր Մոնակոյի գրոհը, ուղղակի կարող է Մոնակոն պահպանել իր դիրքը մրցաշարային աղյուսակում, Մալացիայի մասին էլ այսօր խոսել է որտեղում է գտնվում, 16-րդ հորիզոնականում է գտնվում եւ նրանց միմիայն հաղթանակ է անհրաժեշտ, որ կարողանան շրջանցել 15-րդ հորիզոնականում գտնվող թիմին։ Ինչևէ հիմա խաղը շարունակվում է։ Եղամ Մխիկյանն է կորցնում գնդակը Սմութ Պերեդի, այստեղ է լավ գործեց Մարկ Թորչյանը եւ շարժվում է առաջ վերջինս փոխանցում Գևորգ Մարտայանին, կորցրեց գնդակը Գևորգ Մարտայանը, այստեղ Պերեդեն գնդակը ուղարկեց դեպի Սուրեն Մոսյանը, շարժվում է առաջ կենտրոնով, լավն է նրա անցումները գեղեցիկ էին, տեսնենք հիմա ինչ կառաջարկի Սուրեն Մոսյանը, փոխանցումը հասցեագրված էր դեպի Արթուր Հակոբյանը, բայց այստեղ էլ Սարգիս Զիվիցյանն է հեռացնում գնդակը, շատ վտանգավոր էր, նորից անկյունային ենք տեսնելու Մալացիայի դարպասին, փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ հեռացնում է պաշտպանը Մալացիայի, Սուրեն Մոսյան շարունակում է Մոնակոյի գրոհը, փոխանցում, բայց այստեղ էլ լավ գործեցին Մալացիայի ֆուտբոլիստները, կորցրեց Նարեկ Սիմոնյանը, Սմութ Պերեդե, փոխանցում այստեղ տեսանք հարված եւ գոլ, 1-0 հանդիպման հաշիվը բացված է, Նելսոն Հարությունյանը կարողանում է հաշիվը բացել եւ Մոնակոն առաջ է անցնում այս խաղում։ Նելսոն Հարությունյան 1-0 մեզ մոտ խաղի հաշիվը բացված է։ Շատ արագ Մոնակոն կարողացավ Մալացիայի ֆուտբոլիստի սխալից օգտվել եւ խաղի հաշիվը բացել։ Հիմա նորից տեսնում ենք Մոնակոյի տղաներն են փորձում կրկնապատկեն իրենց առավելությունը, այստեղ լավ խաղարկումներ տեսանք Մոնակոյի ֆուտբոլիստների կատարման, բայց վերջին պահին Մոնակոյի ֆուտբոլիստի փոխանցումը չստացվեց։ Հիմա Մալացիան նորից պարտվողի կարգավիճակում է գտնվում։ Պետք է փորձեն գոնե հավասարեցնեն հաշիվը։ Այստեղ լավ խաղարկում Մոնակոյի ֆուտբոլիստների կատարմամբ հեռացրեցին գնդակը հիմա Մալացիայի ֆուտբոլիստների Մարկ Թորչյան գրոհում են հիմա Մալացիայի տղաները, նորից Թորչյան խաղարկումները Մալացիայի ասպային ստացվում են Նարեկ Սիմոնյան Եղամ Մխիկյանի հետ է խաղարկում, նորից այստեղ գրոհում են Մալացիայի ֆուտբոլիստները, լավն էր փոխանցումը, այստեղ նորից Նարեկ Սիմոնյանն էր փոխանցում կատարում եւ անկյունային հարված հիմա կտեսնենք հակառակ ուղղությամբ։ Փոփոխություն տեսանք Մալացիայի կազմում Տուգանային, ոչ փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ պահում է գնդակը Մալացիայի ֆուտբոլիստը, բայց այստեղ էլ Էրիկ Սարգսյանն են լավ գործում եւ անցում են կատարում, բայց ի վերջո լավ չպաշտպանվեցին այստեղ Մալացիայի ֆուտբոլիստները, առաջ է շարժվում նորից Էրիկ Սարգսյանը, հիանալի փոխանցում Նելսոն Հարությունյանին, բայց հարված այստեղ մի փոքր լավը չէր Նելսոն Հարությունյանի։ Նշեցի, որ Մալացիան քիչ առաջ պարտվեց Սելտային, նշեմ, որ վերջին հանդիպումն էլ Մոնակոն անցկացրել է Ինտերի հետ եւ կարողացել է հաղթել են Մոնակոյի տղաները 4-1 հաշվով Ինտերին։ Շատ լավ հանդիպում անցկացրեցին նրանք Ինտերի հետ պայքարում։
Սուրեն Մոսյանն էր փոխանցում կատարում դեպի առաջ, բայց նրա փոխանցումը շատ ուժեղ էր եւ Մալացյանը գնդակով լինելու Սուրեն Մոսյանը շատ լավ մրցաշրջան է անցկացնում նրա տեխնիկան եւ արագությունը այս մրցաշրջանում իրեն արդյունք են տալիս Լավն էր փոխանցումը Արտուր Հակոբյանին այստեղ Հարությունյանի փոխանցումը դեպի Պերեձեին էր ուղղված, բայց լավ պաշտպանվեց Մալացիայի պաշտպանը եւ անկյունային հարված նորից կտեսնենք Մալացիայի դարպասին Այստեղ խաղարկում տեսանք հիմա Մոնակոյի ֆուտբոլիստների կատարան Պերեձեի գեղեցիկ անցումը փոխանցում հարված եւ այստեղ Հրկեց Արտակ Կարապետյանը շարունակում է հարված եւ հիմա տեսնում ենք հեռացնում է այստեղ Մալացիայի պաշտպանը շատ վտանգավոր էր Մոնակոյի գրոհը Շարունակում է հիմա Մոնակոյի գրոհը Սուրեն Մոսյան փոխանցում բայց լավը չէ նրա փոխանցումը կանխեցին նրա փոխանցումը Արեն Սիմոնյանն է հիմա գնդակով Եվ այստեղ փոխանցում կկատարի այո հարված եւ հիմա էլ շեղ է հարվածում այստեղ Գևորգ Մարտայանը Հեշտությամբ կարողացան հանձնել կիսադաշտը Մոնակոյի ֆուտբոլիստները լավն էր փոխանցումը Նելսոն Հարությունյանին բայց լավ է այսօր պաշտպանում Սարգիս Զիրիցյանը շատ լավն էր, լավ խաղարկում, բայց խլեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստների կողմից սխալ Սմետ Պերեդե, բայց նա էլ է կորցնում գնդակը, բայց նորից Մոնակոն գնդակը արագ վերադարձնում է Մեսրո Բլնդոյանն է գնդակով, նրան այս պայն խաղի մեջ չենք տեսել, նրա դարպասին հարված չենք տեսել Այստեղ է սխալվեց Սուրեն Մոսյանը, փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց և եզրային նետումը Մալացիային է լինելու Այստեղ է լավ է հիմա գործում Սուրեն Մոսյանը Գեղեցիկ անցում տեսանք Մալացիայի ֆուտբոլիստի կողմից փոխանցում, բայց այստեղ էլ լավ է պաշտպանվում հիմա Մոնակոն եւ հակագրոհին անցնում հիմա Մոնակոյի տղաները Նելսոն Հարությունյան Պերեդեին է փոխանցում եւ տեսնենք փոխանցումը չստացվեց Պերեդեի բայց շարունակում է նորից մնալ գնդակով Մոնակոն Արվում են առաջ Մոնակոյի տղաները Աղվան Գրիգորյան Էրիկ Սարգսյանն է հիմա գնդակով ձախ եզրով փորձում է թիմակից փնտրել Անցում է ձեռնարկում Էրիկ Սարգսյան ստացվում է փոխանցում Տուգաներով Եվ հարված կատարեց այստեղ Արթուր Հակոբյանը ընթացքից, բայց բարձր հարվածեց վերջինս լավն էր այնտեղ փոխանցում է Էրիկ Սարգսյանի, բայց չստացվեց Արթուր Հակոբյանի հարվածը Հիմա փոփոխություն տեսանք Մոնակոյի կազմում Խաղադաշտ մտավ Վայե Սարգսյանը Խաղի հասարակացը հատեց մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ 1-0 հաշվով այս պայն հաղթում է Մոնակոյի ֆուտբոլիստները Ակտիվ են տեսնում ենք Մոնակոյի տղաները փորձում են կրկնապատկել իրենց առավելությունը հիմա սխալ կարող է թույլ տալ այստեղ Սարգիս Զիրիցյանը, բայց վերջին պայն հեռացրեց գնդակը Եվ անկյունային հարված նորից կտեսնենք Մալացիայի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ Նելսոն Հարությունյան հարված և դարպասածողն է հիմա փրկում Մալացիային Շարունակում է Մոնակոյի գրոհը
Փոխանցում նույն Տուգանային հրապարակ այստեղ Վայ Սարգսյան, Նելսոն Հարությունյան հարված եւ գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Մոնակոն դուբլի հեղինակ է դառնում Նելսոն Հարությունյանը մեզ մոտ եւ շատ լավ գրոհ ունեցավ Մոնակոն եւ կրկնապատկեցին իրենց առավելությունը Մոնակոյի տղաները Նելսոն Հարությունյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Մոնակոյի հարձակվողը շատ լավ գրոհ ձեռնարկեցին Մոնակոյի ֆուտբոլիստները հիմա էլ տեսնում ենք Մալացյանը անցել գրոհի բայց լավ է գործում Աղվան Գրիգորյանը եւ անկյունային հարվածը Մալացյանինն է Փոխանցում է Տուգանային հրապարակ հեռացված է հիմա այստեղ կարող էին հակագրոյի նետվել Մոնակոյի ֆուտբոլիստները բայց ստացվեց այստեղ էլ Վայ Սարգսյանի կողմից փոխանցումը չստացվեց Նարեկ Սիմոնյանն է գրոհում բայց վերջինս խլեցին գնդակը Սուրեն Մոսյան նետվում է առաջ շարժվում առաջ բայց խլեցին գնդակը հիմա Նորից գրոհում են Մոնակոյի ֆուտբոլիստները հեռացրեցին շարունակվում է գրոհ Սուրեն Մոսյան տեսնենք կա հարված ոչ հեռացնում են նորից Մալացիայի ֆուտբոլիստները շատ վտանգավոր էր նորից Մոնակոյի կողմից փրկվում է ուղղակի Մալացյան այստեղ արագ խաղարկում տեսանք նորից Մոնակոյի կողմից նորից անկյունային հարված Սերգեյ ոչ Դավիթ Սարգսյանն է փոխանցում առաջ պահում են գնդակը Մոնակոյի տղաները իրենց մոտ Աղվան Գրիգորյան լավն էր փոխանցումը նկատեց այստեղ Նելսոն Հարությունյանին բայց լավ չգործեցին այստեղ հիմա Մոնակոյի ֆուտբոլիստները վերջին պահին էլ հեռացրեց գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները տեսնում ենք որ չեն կարողանում անցնել կիսադաշտը Մալացիայի ֆուտբոլիստները միմիայն հեռացնում են գնդակը Շատ մեծ առավելություն ունի Մոնակոն Արթուր Հակոբյանը նրա ոտքի տակից հիմա Մարտորչյանը խլեց գնդակը եւ հակագրոհում են 3-2-ի Մարտորչյան հերվից հարված նրա հարվածը չստացվեց այստեղ բայց շատ լավ տարբերակներ ունեին Մալացիայի ֆուտբոլիստները կարող էր փոխանցում կատարել այստեղ Մարտորչյանը դեպի ձախ բայց վերջինս հարված կատարեց Շարունակում է հանդիպում նույնիսկ Մալացիայի ֆուտբոլիստները տեսնում են խլեցին գնդակը շատ լավ է գործում Մարտորչյանը Գևորգ Մարտայան այստեղ փորձում էր գեղեցիկ հնարք կիրառել բայց այստեղ Վայ Սարգսյանն է հիմա լավ գործում նրա նկատմամբ եւ խաղի կանոնների խախտում Սուլի չկա Գևորգ Մարտայան հարված, բայց շեղ էր նրա հարվածը Հիմա Պերեդեն է տեսնում ենք մտել խաղադաշտ երկար փոխանցում լավն է նրա փոխանցումը շարունակվում է գրոհ Հարված Արթուր Հակոբյանի կողմից եւ մի փոքր բարձր հարվածեց Արթուր Հակոբյանը Այսօր նրա մոտ այս բան չի ստացվում նրա հարվածները, բայց շատ լավն է հերար հարվածները Արթուր Հակոբյանի Փորձում են կիսադաշտը անցնել Մալացիայի տղաները լավ անցան նրանք, բայց կորցրեցին նորից գնդակը
Այստեղ խլեցին հիմա գնդակը մալացիայի ֆուտբոլիստները, բայց շատ լավ պաշտպանվեց։ Տեսնում ենք Սուրեն Մոսյանը։ Առաջի խաղակեսի ավարտին մնում է 5 րոպե, սիրելի ֆուտբոլասերներ, եւ 2-0 հաշվով հարմարավետ առավելություն ունի այս պայն Մոնակո, շատ հանգիստ են գործում նրանք, չեն շտապում, հիմա Սերգեյ Խանինյանն էր փոխանցեց Էրիկ Սարգսյանին, խլեցին նրանից գնդակը, բայց շատ լավ հիմա պայքար է առաջարկում այստեղ Էրիկ Սարգսյանը եւ խլում գնդակը, հարված կատարեց եւ մի փոքր շեղ է անցնում նրա հարվածը, բայց շատ վտանգավոր էր Էրիկ Սարգսյանի հարվածը։ Նորից արագ վերադարձին Մոնակոյի տղաները, Վայ Սարգսյանը աջ եզրով շարժում առաջ, փոխանցում այստեղ էլ պաշտպանն է փոխանցման ճանապարհին հայտնվում եւ եզրային նետում։ Այստեղ անկյունային հարված են վաստակում Մոնակոյի տղաները, Մալացիայի դարպասապա հաջող չի գործում։ Զուգահեռաբար նշեմ, որ այնտեղ պայքարում են Ատալանտան եւ Վերդերը, շարունակում է այնտեղ հանդիպումը, շատ հետաքրքիր հանդիպում է կայանում, կարծես թե Վերդերը հաղթում է այս պահի դրությամբ Ատալանտային։ Հիմա էլ շատ լավ անցում Սուրեն Մոսյանի կողմից, փոխանցում Սարգսյանին եւ հարվածի վերջո գոլ 3-0 Վայ Սարգսյանն է եզրափակում այս գրոհի եւ էլ ավելի մեծացնում Մոնակոյի Վայ Սարգսյան 3-0 մեծացնում է իր առավելությունը Մոնակո, շատ լավ այնտեղ տեսանք Սուրեն Մոսյանի կատարմամբ անցում այնտեղ կարող էր Էրիկ Սարգսյանը հարված կատարել, բայց չստացվեց ի վերջո Վայ Սարգսյանը եզրափակեց իր թիմի գրոհ եւ շատ մեծ առավելություն ստացավ հիմա Մոնակոն, շատ հանգիստ են գործում, նորից գեղեցիկ կարող էր գոլի հեղինակ դառնալ այստեղ Վայ Սարգսյանը, բայց մի փոքր շեղությամբ անցավ նրա հարվածը, շատ լավ էր այնտեղ տեսել Վայ Սարգսյանին թիմակիցը, բախտը ժպտաց Մալացիային։ Խուճապ է Մալացիայի տղաների մոտ, տեսեք նորից կորցնում են գնդակը այստեղ Մալացիայի ֆուտբոլիստները, Վայ Սարգսյան շատ լավ է մտել խաղադաշտ, Վայ Սարգսյանը հիմա Պերեդեն է գնդակով, գեղեցիկ հնարք տեսանք նրա կողմից, փոխանցում հիմա էլ կարող էր գեղեցիկ գոլի հեղինակ դառնալ Էրիկ Սարգսյանը, բայց չկարողացավ դիպչել գնդակին եւ դուրս անցավ գնդակը։ Այստեղ նորից կորցրեցին Մալացիայի ֆուտբոլիստները, լավն է խաղարկումը այստեղ Մոնակոյի, շատ լավ գործեցին Էրիկ Սարգսյան եւ տեսնենք հարվածը կա ի վերջո Վայ Սարգսյան, հարված եւ գոլ Արթուր Հակոբյանը ի վերջո դառնում է գոլի հեղինակ եւ 4-0 էլ ավելի խոշոր է դարձնում Մոնակոն իր առավելությունը։ Եվ վերջ մեզ մոտ առաջին խաղակեսը ավարտված է 4-0 հաշվով խոշոր առավելություն ունի Մոնակոն այս պահի դրությամբ Մալացիայի նկատմամբ եւ ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ
Շատ լավ առավելություն է ստացել Մոնակոն 4-0 հաշվով հաղթում է Մալացիային եւ տեսնում ենք նորից ակտիվ է մեկնարկել Մոնակոն հարված եւ այստեղ փրկեց հիմա Սպարտակ Կարապետյանը իր թիմին այստեղ հարվածում էր Դավիթ Սարգսյանը եւ առաջին անկյունային են վաստակում այս խաղակեսում Մոնակոյի տղաները Շատ լավ առաջին խաղակես անցկացրեցին Մոնակոյի ֆուտբոլիստները Հիմա Լերիկ Սարգսյանն էր այստեղ հարվածում, բայց փակեց պաշտպանը վերջինիս հարվածը Այստեղ հիմա տեսանք, որ խլեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները երկուսը մեկի դիմաց Արեն Սիմոնյան եւ Շատ ուշացեց այստեղ Արեն Սիմոնյանը եւ փոխանցումն էլ չստացվեց Կայծակնային հակագրոհին էին հիմա նետվել Մալացիայի ֆուտբոլիստները կարող էին հարակ կրճատել հանդիպման հաշիվը, բայց չկարողացան Շատ լավ իրական պահ կորցրեցին հիմա Մալացիայի տղաները Այս շարունակում է Մալացիայի ֆուտբոլիստների գրոհ Նարեկ Սիմոնյան փոխանցում Թորշյանին այստեղ էլ Թորշյանի հարվածը չստացվեց Հիմա էլ Պերեդյանը անցել գրոհի գեղեցիկ անցում, բայց շատ լավ պաշտպանվեց այստեղ տեսնում ենք Մալացիայի ֆուտբոլիստը Շատ ակտիվ են մեկնարկել թիմերը երկրորդ խաղակեսում Ինչևէ հիմա վերհիշենք թիմերի հիմնական հայտարարությունները Մոնակոյի դարպասը պաշտպանում է համար 1 Մեսրո Բլնդոյանը հիմա տեսնում ենք շատ վտանգավոր էր նորից Մոնակոյի գրոհ այստեղ կարող էր Երիկ Սարգսյանը գոլ եղանակ դառնալ բայց չստացվեց Համար 5 Սմութ Պերեդի համար 7 Վահե Սարգսյան համար 8 Արթուր Հակոբյան համար 10 Աղվան Գրիգորյան համար 12 Երիկ Սարգսյան Համար 13 Սերգեյ Խանինյան, համար 14 Սուրեն Մոսյան, համար 15 Դավիթ Սարգսյան եւ համար 22 Նելսոն Հարությունյան Վերջինս դուբլի հեղինակ է դարձել այս խաղում Մալացիայի դարպասը պաշտպանում է Սպարտակ Կարապետյանը համար 1, համար 3 Հայկ Գևորգյան, համար 4 Գևորգ Մարտայան, համար 55 Գեղամ Մխիկյան, համար 7 Արեն Սիմոնյան, համար 9 Մարկ Թորչյան, համար 10 Հարութ Ղազարյան, համար 11 Նարեկ Սիմոնյան, համար 6 Սերգեյ Սաֆրազյան եւ համար 5 Սարգիս Զիրիցյան Շատ լավ են թիմերը մեկնարկել երկրորդ խաղակեսը, շատ ակտիվ են Երիկ Սարգսյանն հիմա գրոհում Գնդակով են բայց այստեղ շատ լավ գործեց Մարկ Թորչյանը նորից հիմա հակագրոհ կտեսնենք Մալացիայի ֆուտբոլիստների կատարման, բայց այստեղ Արեն Սիմոնյանից խլեցին գնդակը, լավն էր հիմա Սուրեն Մոսյանի փոխանցումը եւ այստեղ գրոհ չստացվեց Մոնակոյի, բայց այստեղ է կորցրեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները, բայց այստեղ էլ հեռացրեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստը եւ անկյունային հարված այստեղ ընկել է խոտացածքին Մալացիայի ֆուտբոլիստը բայց կանգնում է ամեն ինչ կարգին է նրա հետ Նարեկ Սիմոնյանն էր ընկել խոտացածքին Շարունակում է հանդիպումը եւ եզային նետում է ի վերջո վաստակել Մոնակոն ոչ թե անկյունային հարված Երիկ Սարգսյան եւ այստեղ հարված հիմա տեսանք Մոնակոյի ֆուտբոլիստի կողմից, բայց մի փոքր շեղ անցավ նրա հարվածը Աղվան ոչ Սերգեյ Խանինյանն էր հարվածը կատարում ընթացքից հարված կատարեց Լավն էր այստեղ փոխանցումը Արեն Սիմոնյանին, բայց վերջինս չհասավ այս գնդակին Նորից տեսնում ենք, որ չի ստացվում Մալացիայի մոտ հարվածներ, գրոհներ կատարել Երկրորդ խաղը անընդմեջ արդեն չի ստացվում Մալացիային Սմութ Պերեդյանը գնդակով հարված եւ հիմա էլ դարպասաձողն է փրկում Մալացիային շատ լավն էր Պերեդյայի Հարվածը շատ լավ անցում կատարեց աջ եզրով կարող էր գոլի եղինակ դառնալ բայց չկարողացավ Սմութ Պերեդյեն
Այստեղ երկար փոխանցում, բայց այստեղ գնդակի տերը կարծես թե Մեսրոպ Բլնդոյանն է, բայց սխալվում է Բլնդոյանը եւ հիմա տեսնենք Արեն Սիմոնյան հարված եւ բարձր է հարվածում այստեղ Արեն Սիմոնյանը ինչպիսի դիրքից վրիպում է Արեն Սիմոնյանը այնտեղ Մեսրոպ Բլնդոյանն էր կարծես թե չար կատակ խաղաց իր թիմի հետ բայց փրկվում են Մոնակոյի տղաները շատ վտանգավոր էր նորից Պերեդյանը գնդակով Պրեսինգ է ենթարկում Մարկ Թորչյանը, բայց մնում է գնդակով այստեղ Պերեդյեն ի վերջո փոխանցում կատարեց թիմակցին այստեղ արշավանք էր կատարում Պերեդյեն դաշտի կենտրոնով երկար փոխանցում Էրիկ Սարգսյանին մնում է գնդակը դաշտում եւ հիմա էլ այստեղ նորից խլեցին գնդակը Մոնակոյի տղաները նորից Պերեդյենն է գնդակը Սերգեյ Խանինյան շարժվում է առաջ փոխանցում լավն էր փոխանցումը Նելսոն Հարությունյան տեսեք կկատարի հարված բայց շատ ուշ է հիմա հետ է վերադարձնում ի վերջո Նելսոն Հարությունյանը այստեղ էլ Վահե Սարգսյանի փոխանցումը չստացվեց եւ հարված դարպասից Գեղեցիկ փոխանցումներով շարժվեցին առաջ Մալացիայի տղաները, բայց այստեղ էլ Նարեկ Սիմոնյանն է կորցնում գնդակը, Էրիկ Սարգսյանն է հիմա գնդակով, տեսնենք, բայց փոխանցումը այստեղ չկարողացավ հասնել դեպի Նելսոն Հարությունյանը Արագ այստեղ խլեցին հիմա Մոնակոյի տղաները Էրիկ Սարգսյան հարված եւ գոլ հեղինակ է դառնում Էրիկ Սարգսյանը ի վերջո էլ ավելի է մեծացնում իր թիմի առավելությունը Մոնակոն եւ Էրիկ Սարգսյանն է խփում իր հերթական գոլը Էրիկ Սարգսյան 5-0 էլ ավելի խոշոր դարձավ հանդիպման հաշիվը տեսնում ենք Պերեդյանը հիմա շատ ակտիվ փորձում է ինքն էլ գոլ հեղինակ դառնալ փոխանցում Նելսոն Հարությունյանին Պերեդյե եւ տեսնենք հարված եւ գոլ հիմա Էրար հարված կատարեց այստեղ Սերգեյ Խանինյանն էր ոչ այնտեղ հարված էր կատարում կարծես թե Աղվան Գրիգորյանը եւ 6-0 է դառնում հանդիպան հաշիվը Ներողություն Դավիթ Սարգսյանը դարձավ գոլի հեղինակ 6-0 ինքն էլ այս գրոյի մասնակից դարձավ եւ հերար հարվածով մխրճեց Մալացիայի դարպասը Այսօր ի վերջո կկարողանան Մոնակոյի տղաները իրենց 3 միավորը վաստակել եւ մնալ 7-րդ հորիզոնականում, որովհետեւ այս խաղում այնքան իրական պահեր կորցրեցին Մալացիայի ֆուտբոլիստները նորից Արեն Սիմոնյանը կարող էր հարված կատարել, բայց չկարողացավ Շատ լավ խաղարկումներ են անցկացնում Մոնակոյի ֆուտբոլիստները Դավիթ Սարգսյանն է գնդակով փոխանցում դեպի Նելսոն Հարությունյանը, բայց այստեղ ի վերջո կարողացան Մոնակոյի տղաները վաստակել անկյունային հարված Հարկեցին այստեղ Նելսոն Հարությունյան փոխանցում այստեղ լավ գործեց
Մալացիայի պաշտպանը շարունակում է նորից Մոնակոյի գրո, բայց այստեղ էլ Սարգիս Զիրիցյանն է գնդակի տերը։ Լավն է նրա փոխանցումը դեպի թիմակիցը, բայց այստեղ միայն եզրային նետում կարողացան վաստակել Մալացիայի տղաները։ Այստեղ պահեցին գնդակը Մոնակոյի ֆուտբոլիստները, Դավիթ Սարգսյանն է գնդակով փոխանցում, հրաշալի փոխանցում կատարեց այստեղ Դավիթ Սարգսյանը, այնտեղ Տուգանային հրապարակել։ Կարծես թե առաջացել Արթուր Հակոբյանը կարող էր եզրափակել այս փոխանցումը, բայց չկարողացավ հասնել այդ փոխանցմանը։ Հիմա փոփոխություն տեսանք Մալացիայի կազմում։ Նորից խլում տեսանք Մոնակոյի կողմից, շարունակում է գրո, Դավիթ Սարգսյան փոխանցում աջ եւ Դավիթ Սարգսյան հարված փրկում է, հարված եւ գոլ, նորից տեսնում ենք գոլի հեղինակ է դառնում Դավիթ Սարգսյանը եւ դուբլ է արդեն ձևակերպում Դավիթ Սարգսյանը եւ հանդիպման հաշիվն էլ 7-0 է դառնում։ Դավիթ Սարգսյան 7-0 դուբլի հեղինակ է դառնում։ Դավիթ Սարգսյանը խոշոր է դարձնում իր թիմի առավելությունը։ Այստեղ միայն մնում է Մոնակոյին դրամաբանական ավարտին հասցնել խաղը։ Տեսնում ենք գրով Մալացիայի կողմից Գեղամ Մխիկյանն էր հարվածում, բայց այն շեղ էր։ Շատ արագ անցան առաջ հիմա Մոնակոյի ֆուտբոլիստները Արթուր Հակոբյան փոխանցում Աղվան Գրիգորյանին հերար հարված եւ շեղությամբ անցավ նրա հարվածը։ Նա էլ կարող էր այսօր գոլի հեղինակ դառնալ, բայց չստացվեց Աղվան Գրիգորյանի հարվածը։ Այստեղ լավ անցում կատարեց Մարկ Թորչյանը։ Եվ եզրային նետում կարծես թե վաստակեց։ Հարկեցին գնդակը Մալացիայի ֆուտբոլիստները, բայց այստեղ էլ Արեն Սիմոնյանից են կարծես թե գնդակը խլում։ Շարունակում է գրո, հիմա գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ այստեղ Էրիկ Սարգսյանը շրջադարձ հարվածով մխրճում է Սպարտակ Կարապետյանի դարպասը գնդակը եւ դուբլի հեղինակ է դառնում Էրիկ Սարգսյանը եւ խաղի հաշիվն էլ դառնում է 8-0։ Եվ հանդիպումը ավարտված է մեզ մոտ Մոնակոն խոշոր հաշվով Մալացիայի նկատմամբ հաղթանակ է տոնում 8-0 հաշվով հաղթանակ է տոնում հիմա Մոնակոն եւ հանդիպումը ավարտված է եւ 3 միավոր է վաստակում Մոնակոն եւ պահպանում է իր դիրքը մնում է 7-րդ հորիզոնականում եւ խաղն էլ ավարտված է մեզ մոտ եւ վերջ կհանդիպենք հաջորդ խաղին։